Վարչապետ մենք ունենք մեկ հարց, Ալբանից Հուսեյնով, Ղազախստան։ 3 պատվիրակ ունենք Կենտրոնական Ասիայից, մեկը Ղազախստանից, մեկը Ուզբեկիստանից։ Եվ կցանկանայի հասկանալ, թե ինչ հեռանկարներ եք տեսնում Կենտրոնական Ասիայի եւ Արևկովկասյան տարածաշրջանի համագործակցության տեսանկյունից։ Իրականում այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ Թրիպրուտ նախագիծը, Կենտրոնական Ասիայի երկրները կարծում եմ այդ նախագծերի առաջնային շահառուների ցանկում են, եւ ես ձեզ մի օրինակ բերեմ, ինչը կարծում եմ ավելի ամբողջական պատկերացում կտա մեր պատկերացումների մասին։ Հայաստանը եւ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են, Եվրասիական տնտեսական միությունը ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի եւ կապիտալի ազատ հոսքի մասին է։ Բայց երբ մենք այսօր նայում ենք, իմիջիայլոց նաեւ Ղրղըզստանը, բայց երբ մենք այսօր նայում ենք մեր փոխադարձ առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այնուամենայնիվ Եվրասիական տնտեսական միության բովանդակային տրամաբանությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Եվ ինչի պատճառով։ Այդ թվում հաղորդակցության արագ եւ էժան ուղիների բացակայության պատճառով, որովհետև այնպես չի, որ հաղորդակցության ուղիները բացակայ են։ Այդ հաղորդակցության ուղիները կան, բայց այդ հաղորդակցության ուղիները երկար են եւ թանկ։ Եվ տեսեք, թե ինչ է տեղի ունենում այս օրերին։ Այս օրերին քիչ առաջ նշված համաձայնությունների արդյունքում Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով, որովհետև վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները, եւ ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, ինչի մասին արտահայտվել եմ նաեւ միջազգային հարթակներում, եւ այս հայտարարության պարզվեց առաջին շահառուն Կենտրոնական Ասիայի երկրներն են։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը առաջին հերթին, բայց նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները։ Թվում է, թե չէ, շատերն ասում են, որ տեսեք, այս process-ները դեմ են կամ հակասում են Եվրասիական տնտեսական միության շահերին։ Հիմա տեսեք, այն ինչ որ այս համաձայնություններից առաջ հնարավոր չէր երկու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև, հնարավոր դարձավ Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում եւ դրանից հետո։ Եվ սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել։ Նույնը եւ Ուզբեկստանի դեպքում իհարկե մենք շատ մեծ ցանկություն ունենք նաեւ Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական խորացնելու։ Դա շատ լավ տեսություն է, որը գործնականում իրականացման բազում առաջին հերթին լոգիստիկ խնդիրների է հանդիպում եւ այս նախագծերի իրականացումը իհարկե նպաստելու է այդ խնդիրների լուծմանը եւ սա ճանապարհ է այդ թվում Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու եւ հիմա արդեն ապացույցը սա արդեն մի հանգամանք է, որը ունի ապացուցելի հենք, բայց ես ուզում եմ ընդգծել նաեւ, որ տեսեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո տարանցման սահմանափակումները վերացնելու մասին մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից Մարգարայով, այս քարտեզի վրա Մարգարան չի երևում, ներողություն, Մարգարայով ու Խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը ապահովելու։ Ինչու ենք մենք հիմա դա հիշատակում միայն, որովհետև այս պահին դա միակ ուղին է, որ բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները պատրաստ են։ Իհարկե մենք Վաշինգտոնի հռչակագրով երրորդ կետում նաև արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում երկաթուղին ապաշրջափակելու օրակարգը, որը իրականացման փուլում է։ Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաև
Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև այդ թվում երկաթուղային կապ ապահովելու, բայց հիմա ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի անել, որովհետեւ չկա երկաթուղին։ Այս երկաթուղին դեռ պետք է կառուցել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ Վաշինգտոնի հռչակագրով դա պետք է տեղի ունենա TRIP նախագծի շրջանակում, որը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգի հարց է, որտեղ իհարկե ունի հետաքրքրություններ Ադրբեջանը, որտեղ հետաքրքրություններ ունի Թուրքիան, որտեղ հետաքրքրություններ ունի Վրաստանը, որտեղ հետաքրքրություններ ունի Իրանը, որտեղ հետաքրքրություններ ունի Ռուսաստանը, որտեղ հետաքրքրություններ ունեն Կենտրոնական Ասիայի երկրները։ Ես օրինակ տեսեք, նաև այդ թեման է խոսվում, թե իսկ ինչքանով է պայմանավորվածությունները, ինչքանով են համապատասխանում մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ համաձայնությունների իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով եւ հակառակ ուղղությամբ։ Շատ է խոսում, թե իսկ Վրաստանի շահերին ինչքանով է համապատասխանում, այս նախագծի իրականացմամբ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սև ծով Պարսից ծոց ուղղությամբ եւ նաեւ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը երկաթուղային կապի հնարավորություն կունենա եւ իմիջայլոց արդեն խոսք է գնում այն մասին, որ այդ թվում Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նկատի ունեմ այն ինչ տեղի է ունենում ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության եւ կայունության գործոնը եւ տնտեսական համագործակցության ու զարգացման, այդ թվում Կենտրոնական Ասիայի երկրների համար։